Թուրքիայում Էրդողանի քայլերը շահեկան չեն, ուրեմն Բրիտանիայի ծրագրերին։ Էրդողանը դեմ է գնում, հաշվի առնելով, որ եթե ինքը մտավ այս խաղի մեջ Ռուսաստանի եւ Իրանի հետ պատերազմ, դա իր համար լրջագույն խնդիր կարող է առաջանալ։ Երկրի մասնատման։ Նվազագույնը Միացյալ Նահանգները այստեղ կդիտվի արդեն Ռուսաստանի դաշնակից եւ Թուրքիան, որը եթե Էրդողանը այնուամենայնիվ բրիտանական ծրագրերի մեջ լինի, իսկ ինքը փորձում է խուսանավել, այո, այդ ժամանակ Միացյալ Նահանգներն է քրդական գործոնը կօգտագործեն Թուրքիան մասնատելու։ Էրդողանը սա ինչ հրաշալի հասկանում է, այո։ Եվ այստեղից հետևություն։ Թուրքիան փորձում է խուսանավել։ Նույնիսկ եթե Էրդողան իշխանությունն հանձնի, ապա ինքը չի հանձնելու գլոբալիստների կողմից փայփայված, աճեցված Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլու։ Ինքը իշխանություն հանձնելու է այն անձին, որը 3 առաջնորդը գտնվում էր Միացյալ Նահանգներում եւ հանդիպել էր ԱՄՊ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ։